Տավուշի բարձր լեռներում, որտեղ ձմեռը սկսվում է նոյեմբերին ու ավարտվում մայիսին, ապրում են մարդիկ, որոնք կարծես դուրս են մնացել ժամանակից։ Բարձրադիր լեռների գագաթներին մոտ ծվարած այս յայլաներում նրանց առօրյան պայքար է բնության դեմ, պայքար կարկուտի ու անձրևի դեմ, հզոր քամիների, որ այստեղ հազվադեպ չեն, գայլի ու արջի, արծվի դեմ։ Այստեղ արջը գիշերով իջնում է դռան մոտ, իսկ գայլը հոշոտում, անգամ գոմում փակած անասուն է։ Գայլն էլ լցվել, լուսամել կա։ Տարբեր տեսակի սննդատեսակ ենք սարքում, ուտում, խմում, քեփանան։ Սարսած չեմ սիրում։ Մարգագետիններով այս սարերը Հայաստանի անտեսանելի սիրտն են։ Իսկ այդ սրտի զարկերս գալու համար պետք է պարզապես մի օր արթնանալ արևածագից առաջ եւ ուղղություն վերցնել դեպի դժվարամատչելի այս սարեր, որտեղ մարդը դեռ խոսում է բնության հետ, բնության լեզվով, բնությանը ներդաշնակ։ Սարեր, որտեղ հարյուրամյակներով մարդն ապրում ու արարում է։ Մենք ուղևորվում ենք սրբասար, խիտ անտառների ասես թունելով անցնող չքնաղ ճանապարհը թվում է անվերջ։ Ժամանակ առ ժամանակ երևում են լեռնագագաթներ, որտեղ ամպերը թափառում են գագաթներին, իսկ քամին մեղ շոյում դեղին ծաղիկներով ծածկված մարգագետինները։ Մինչ սարատեղի հասնելը տասնյակ հյուղակներ են, անտառի մեջ կորած տնակներ, որոնց մի մասն արդեն դատարկ է, քանի որ բնակիչները եղանակի տաքանալու հետ դեպի բարձրադիր գոտիներ են բարձրանում։ Ճանապարհին տասնյակ մեքենաներ են հանդիպում, ովքեր ձմեռանոցներից կամ նոյեմբերյան համայնքի տարբեր գյուղերից քոչն են տեղափոխում ամառային յայլաներ, նաև հովիվներ, որոնք դեռ կեսգիշերին են շարժվել գյուղից ու հավանաբար կեսգիշերին կհասնեն յայլաներ։ Ձմեռանոցներում արդեն շոգ է, անասունները նեղվում են, իսկ դա ազդում է կաթնատվության ու մսատվության վրա, նաև հորթերի ու երինջների աճին։ Ինչպես ասացինք, մեր ուղղությունը Լոռու և Տավուշի սահմանագծի տասնյակ բինաներն են, նրանց բնակիչները։ Առավոտյան արևի շողերը դիմավորող հովիվներն արդեն իսկ հոգնած են։ Ճանապարհը երկար է, հոգնում ու կանգ են առնում նաև անասունները, որոնք ծանոթ են իրենց արոտավայրերի ամեն բլրին։ Ամեն գարուն կյանքի նոր փուլ է, չկրկնվող, նախորդին չնմանվող։ Հովությունն առաջին հայացքից պարզ գործ է թվում, սակայն այս արհեստը պահանջում է զգոնություն, համբերություն և բնության հետ անքակտելի կապ։ Հովիվները որպես կանոն շաբաթներով ու ամիսներով մնում են հեռու սարերում, որպես կանոն առանց կապի ու կենցաղային մյուս հարմարությունների։ Սովորեն չեն դժգոհում։ Նրանց ամենահավատարիմ ընկերները շներն են, որոնք հավատարմորեն հսկում են արոտավայրի շրջակայքը գիշատիչներից։ Աշխատանքն իհարկե հեշտ չէ, բայց ասում են հոգիներս է խաղաղ։ Քաղաքում մարդը միշտ տապում է, իսկ այստեղ դու ապրում ես բնության հետ, բնության ռիթմով, ասես արարչական նախաստեղծ անդորի մեջ։ Մի քանի ժամ տևողությամբ ճանապարհն անցկացնելուց, բնության չքնաղ տեսարաններով հիանալուց հետո վերջապես հասնում ենք տարածքի ամենամեծ յայլա Սրբասար, որի հենց գագաթին սրբավայր ունեցող լեռան գագաթի ստորոտում է։ Այստեղ 18 տնտեսություն կա, դժվար է բառերով փոխանցել զգացողությունները, երբ հասնում ես այս սարատեղի։ Հիշում եք հայտնի ֆիլմի Հոբիտոնը, որը գտնվում է Նոր Զելանդիայում, կանաչ մարգագետինների մեջ կորած գետնատնակներով։ Այս դեպքում տնակներն իհարկե փայտաշեն են, բայց չափազանց կոլորիտային ու նույնիսկ հեքիաթային։ Սարերում դժվար է ամեն ինչ, կրակը թեժ պահելը, նույնիսկ հաց ունենալը։ Ձմռան համար նախապես այլուր ու փայտ են կուտակում։ Ճանապարհները հաճախ փակվում են։ Ագդակ ենք թխում, ազուկ ենք թխում, կաթա ենք թխում, ինչ ասես թխում ենք փռով։ Տիկին Ղուշիկին հանդիպում ենք խմոր գնդելից, հացը սարերում շուտ է վերջանում։ Վերջին կտորն ամուսնու հետ հանդե ուղարկել ու ինքը խմոր հունցել։ Հյուրեր ընդունելուց հետո տիկին Ղուշիկը որոշում է քաղցրաբլիթ իրենց լեզվով բիշի թխել, այսինքն ձեթի մեջ սովորական հացի խմորից տապակած բլիթներ, բայց այս դեպքում տապակած տնական յուղի մեջ։ Ինտերնետ ինչ եմ անակախիտ մերնիմ նայ, ռադիոնիմ, 10 հատկով ենք կթում, զորի դրակաթը մշակում ենք, ակախիտ մերնիմ։ Ջահելները գեղը խանութ ունին, իրանք օգտը բանացնում են, նրանք դրանով են, գալիս են ստեղից կաթնամթերքը տանում են, հավը զոածան ձուն տանում են, խոզ ենք պահում, ուսում, այդ խբուտ տանում։ Տիկին Ղուշիկի փայտյավրանը զարդարող 90-ականների ամսագրերի գեղեցկուհիները մի քիչ խամրել են, բայց հիշեցնում են ամուսնու ռոմանտիկայի շրջանի մասին։ Սիրում այնք սիրուն աղջիկերանցը, 75 տարեկան արդեն է սա, ինքնա բել կպցրել,
Բա դուք դեմ չեղաք։ Խեմ դեմակալ խիթմերնի մի։ Նկարա էլի թող կպցնե ուրախանա։ Ինքը Ղուշիկը միջնորդ Սաբաբով է ամուսնացել։ Հարևան գյուղում էլ տարածվել էր ղոչաղության համբավը։ Նորահար ժամանակ սար չի եկես, կեսուր սկեսրայրն էին գալիս։ Ուղիղ 25 տարի եկան, հետո հիվանդացան ու սարում դժվար կյանքով ապրելու հերթը հասավ Ղուշիկին։ Իրանք սիրենք էին, կեսուր պատրոնից 25 տարի սարն են եկել։ Նա իմ երեխեքին պահել են սարը։ Նա ինձ հետնել, ես եմ եկել։ Ես չուզեի ամուսինս նստավի տող բերուց։ Նա չգոտ մի խեղ կտվինում։ Դու էր գեղը մնես, ոնց է ցավտ, լավը չի։ Սա լավն է համիցը ես թույլ եմ տալ եկեք։ Ուղղակի կտրված երեխեքից հերո, Սակաչինա տնե թողել ենք եկել բները մկեն։ հա տանը 2-3 հարգանի տուն ունենք, չիմ ապահով սարքած, ինած ես եկել եմ ես թրքի ես, ծխի ես, մութ, չնայած լույսեր ունենք, ակումուլյատորով բան, բայց տուն ուրիշ այլ է։ Բիճուր երեխա ունենք, կուզենամ կողքնել իմ, հետներուն խաղանեմ, զբաղվեմ, հեքիաթ պատմեմ։ Իմ ժամանակ ստիսպանում եմ մի կերպ։ Մին զրուցում են քաղցրաբլիթները մի քիչ վառվում են, իսկ հարևանուհին, որ տեսախցիկից փախչում է, անտեսում է Ղուշիկի վառվող բլիթները շուռ ու մուռ տալու հորդորները։ Քոնակարայս ինչ անա, վառվում է։ Ամենաշատը հավաքվում ենք, սրճում ենք, զրուցում ենք, իրիգունները։ Սայ, սնն, մինայ ես հավ չունիմ, ձուն բերելա, համի ես էլ Ինքը ձեռը չունի, ես հանում եմ։ Արդեն 7 տարի անընդմեջ սարերում է Ղուշիկն ու ամեն գարնան սար բարձրանալու հետ երազում է տան փափուկ ու մաքուր տեղաշորի մասին, բայց ամուսնուն մենակ թողնել գյուղում մնալ չի կարող։ Պապը հիմա ծմակում է, պատմում է, որոշել է կենդանության օրոք ինքն իր համար հուշաղբյուր կառուցել։ Ձեռքի շնորհքով է հյուղակի գլխի ֆռիկն էլ վերջերս է սարքել։ Պարզվեց պապի աղբյուրի շին հրապարակ մեքենայով անհնար է գնալ, իսկ ոտքով միայն գնալ գալը 2 ժամ, չստացվեց։ Են ֆռիկը նկարեցի։ Նկարը որ պապին ասեն նկարել է։ Ու խանը։ Հա, լավ է։ Վերջին տարիներին սակայն այս ավանդական կենսակերպը վտանգված է։ Երիտասարդները յայլաներ գալ չեն ուզում, այսինքն գյուղից քաղաքներ են գնում, փնտրելով նոր հնարավորություններ, իսկ սարերում մնում են միայն տարեցները։ Այնուամենայնիվ, մինչ արոտավայրերում դեռ լսվում են կովերի բառաչը, մարդկանց իրար սուրճի կանչելու ձայները, նշանակում է յայլաներում դեռ կյանք կա։ Ավելին բարեկարգ ճանապարհը թույլ է տալիս այս լեռնագագաթներ հասնել նույնիսկ ոչ ամենագնաց մեքենաներով, ինչը տեսանելի է մեր կադրերում։ Իսկ այստեղ ապրողները չափազանց հյուրասեր ու առատաձեռն մարդիկ են։ Այդ կարակը մեր տնականն է։ Թթուն անտարից հավաքել ենք, թթու ենք դրել։ Հա, ասում եմ, ճամփին կուտեք առանց հացի տանից դուրս չեն գա։ Սպասի արանքին է տանից դրեմ ճանապարհին։ Եթե մարդակալի առանց հյուրասիրելու, վերցրու դուր կուտես երեխ են կուտեք։ Հա, առանց հյուրասիրելու մենք ճամփու չենք դնում, ճանապարհ չենք անում։ Պետք է անպայման հյուրասիրենք, մեր ελացով։ Մարդիկ չեն լքում հարազատ ու ապրուստի միջոցներից ստեղծման այս վայրերը չեն լքում, քանի որ դեռ մանկությունից հարազատ դարձած տեսարաններ են, հայրերի ու պապերի ստվերները նրանց հուշերը։ Այստեղ օդնել է ուրիշ ջուրն էլ, թեպետ դժվարությամբ տեղ հասցվող, նաև շունչ կտրող տեսարանները։ Մարդիկ այստեղ վայրի բնության, վայրի կենդանիների հարևանությամբ են ապրում։ Հրանուշ տատը պատմում է, որ դեռ աշնան սկզբից տղամարդիկ գիշերները զենքով են քնում։ Հիշում է, մի ձմեռ գիշերը արջը մտել էր իրենց բակ վնասել անասուններին, մի խոսքով տագնապալի գիշերներ։ Այս մի շաբաթվա մեջ 3 հատ, մի հատ հորթակերել, 2 հատ մոզի։ Ինչը գայլ է։ Գայլը, այս ծորումը։ Այն անտարը լիքնա, այն առաջ ֆորսկաննի կային, սպանային պան, այդքան վնաս չտեին մարդկանց, բայց մի արջնելա լկցվել։ Տատը սարերի բժշկուհին է, այդպես են ասում Հրանուշի մասին, ով մասնագիտությամբ բուժքույր է։ Վերջին տարիներին էլ կամավոր ստանձնել է նաև յայլաների գրադարանավարի գործը։ Այո, այս սարերում գրադարան է եղել, այն էլ ինչպիսի գրադարան։ Այս գրադարակում Քարակիտուկ յայլայի գրքերն են, որ հիմա տեղափոխել է Սրբասար։ Հացելա Արմենուհի Զարինյանը, ամուսնուն 91 թվին։ Այն միլիցիոներն էին որ սպանեցին, այս աղջկա ամուսինն էլ էր,
տարուկիս կան երեխա ուներ։ Հիմա էլ ինքն է մահացել 10 օր առաջ։ Գրադարանը ինքն է բացել ֆերիլ, էլի։ Մի հատ էլ Կարմիր գյուղ ենք ասում։ Մի քիչ հեռու Սարումա։ Այնտեղ է բացել առաջ, հետո երկրորդը բերուց ստեղ։ Ես էլ եմ կարդում, կաթամ մշակում եմ, կարդում են զտիչով, սմետան են գորանում։ Գիր կարդալու համար, ահա որ, ես անցյալ տարի էլ ես աչքս նկատել չի տենում, բայց Ռուսաստան գնաց վիրիշկի, ասի իմ աղջկանն ասի, ասա գիր կարդացող եմ, կարամ կարդամ էլ, ասա մենակ լավ լույսի տակ, բայց որ գիրք կարդալ եմ սիրում, կարդում եմ, ուզումա լույսը լի, ուզումա չէ։ Բայց Հրանուշ տատը չի լսել բժիշկներին, լամպի լույսի տակ էլ գիրք է կարդում ու լցնում դատարկ երեկոները։ Իսկ ձմռանը գյուղ գնալուց առաջ անպայման ամենաանվտանգ փակ դարակում է տեղավորում գրքերը։ Դարակում տասնեմ, որ հանկարծ մուկը կլի, բան կլի, էլի, ոչ թե գողանալու, այլ մուկը չուտե գրքերը հանկարծ։ Դարակը պինք փագում ենք, գնում ենք, տեղաշոր ենք թողում, ամանեղեն ենք թողում, որ մարդիկ են կարողա մեկը ծմերը գալիս է ուզում հացուտ է, ամաննլի է։ Սրբազարի վերևում բարձր լեռնագագաթին ասում է հինավուրց խաչ կա։ Մարդիկ շատ են գալիս իրենց իղձերի նպատակների, ինչու չէ նաև բուժման հույսով։ Սովետ ժամանակ քույր եմ էլ սարի էլ քույր եմ գնալիս էլ հետո մազամ սարեն ասում Կիրովականի դիմացնա նրան։ Այնտեղ են գնալիս էլ հերոս սարեր են գնացել։ Հետո ընդմիջում եմ արել։ Իհարկե ընդմիջումը սովետից հետո այլել։ Որ ընդմիջում այլել։ Քանի կով եք հիմա պահում։ Հիմա երկուսն է։ Երկուսի համար սար եք եկել։ Շատ եմ ունեցել, բայց գնացի թոշակի համար Ռուսաստան ճիշտն ասած, այ մի կասեմ գլրագրով կասեք։ Թոշակի համար գնացի Ռուսաստան բացր ստանամ։ Երեք չկարողացան պահեն, ծախեցին, ես երկուսն էլ արդեն մեծացել եմ, չեմ կարող շատացնեմ, բայց մեր հորեղբոր տղիկովերն էլ եմ օգնում եմ իրանց, գտնում եմ մարդենք էլ է, իսկ թոշակիս մահար, այ մի ասեմ, միջև 2015 թիվը ես ստացել եմ 35 տարվա ստաժով, իսկ մի Ռուսաստանից տեղափոխեցի, ասել ոչ գնացող եմ, ոչ ես էլի, նորից Հայաստան փոխեմ, 4 տարվա ստաժս կտրեցին, բողոքել եմ ներկայացրել, էլի նույն բան, ասում սովետ վաղտ ռենգենը կրկնակի հաշվել, իսկ մի չէ, ասում եմ, բայց չէ, որ ես միջև 15 տարը այդ ստաժով թոշակավորվել եմ, Հիմի ոնց է լավ է 4 տարին 15 թվին Ռուսաստան եմ տարել ստաժը, այդ նույնով ստացել, իսկ մի Ռուսաստանից եկավ Հայաստան 4 տարվա ստաժը սկորավ։ Իմ տղեն ասեց, թեժ գից զանգ կտաս։ Այ ավել շուտ համարը կպերես ես զանգեմ։ Թեժ գծում նստած աղջիկը այդպես էլ չի իմանա, որ Հրանուշ տատն իրեն զանգում է Սարից, դժվար կյանքով ապրում, չարչարվում ու արժանապատիվ թոշակ է ուզում ստանալ, ոտը ոտին գցել ու գյուղում վայելել ծերությունը, բայց առայժմ չի կարող, որդուն է պետք օգնել, ոտքի կանգնեցնել, ասում է տատն, ով միայնակ է ապրում։ Եկած առևտրականներին է վաճառում թել պանիրը, կարագն ու թթվասերն ու հավաքած փողը գնացողի հետ գյուղ ուղարկում, ու այսպես արդեն տասնամյակներ։ Երեկոյան սրբասար են հասնում նաև առավոտյան ճանապարհին հանդիպած հովիվներն արդեն հոգնած ու տանջված, անասունների մի մասը մնացել է ճանապարհին նստել ու հրաժարվել են առաջ շարժվել։ Նրանց հետևից բեռնատար է պետք ուղարկել տեղ հասցնելու համար։ Դեռ գալիս են նաև սարվորները մեքենայի տանիքին կապած վառարանով, կահ կարասիով։ Տիկին Աշխենը պատմում են, որ մի քիչ հիվանդ էր, հետո էլ անձրևային եղանակները թույլ չէին տալիս ավելի շուտ սար բարձրանալ։ Համարյա 4 ամիս մնալու եմ այստեղ։ Ինչ հեքիաթներ եք բերել։ Պետք է մի շուտ բերել եմ, որ տնեմ։ Մեր անասուններն են, 3 հատ կով ունեմ։ Առողջություն չունեմ, այդքանն էլ զոր եմ պահում։ Կարոտել եք սարը։ Սար շատ չեմ սիրում։ Առողջականը շատ չի ներում, դրա համար սար շատ չեմ սիրում։ Նոր են գալել, եղանակ անձրևային է, դրա համար նոր են գալել։ Իսկապես հորդառատ անձրևներն այս տարի շատ են խանգարել սարվորներին, քամի, փոթորիկ, ինչ ասես, որ չեն տեսել սարվորները։ Մենք էլ փոթորիկի հետևանքները նկատում ենք տապալված հսկայական ծառերից, հատկապես եղևնիներից։ Անձրևոտ եղանակներն իհարկե հիմա դժվարացնում են սարվորների կյանքը, բայց նաև պետք են զարատեղիների ջրի պաշարն ապահովելու համար։
Եկավ նաև սարվորներին հրաժեշտ տալու ժամանակը։ Կրկին անցնելու ենք խիտ անտառներով, ալպիական արոտներով, որոնք պարզապես խոտով դաշտեր չեն, այլ վայրի ծաղիկների ու բուրավետ խոտերի բազմազանություն, որոնք ոչ միայն կովերի սնունդ են, այլև հողին ու երկրին բնորոշ արժեք։ Հրաժեշտ Սարին ու սարվորներին կրկին վերադարձի խոստումով, ինքներս մեզ և նրանց, որոնց քրտինքով է սնվում այս հողը, որոնց ոտքի տակ հողը կոփվում է ինչպես քարը։ Այսօրվա սարվորը վաղվա լեգենդն է, իսկ Սարը կանգուն է, քանի դեռ սարվորը քայլում է։ Մերի Կոլոլյան, Նարեկ Տիտանյան, Սրբասարից, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։